Հալելույա, փառք Աստծուն։ Ուզում եմ իրականում այս առիթը օգտագործելով խնդրել, որ բոլոր հայրերը մի հատ ոտքի կանգնեն։ Կանգնեք, սիրելի հայրեր, կանգնեք, ովքեր հայրեր են, թող կանգնեն ոտքի։ Ահա, ովքեր հայրեր են, թող կանգնեն ոտքի։ Տերը օրհնի ձեզ։ Իրականում այսօր ընենց համընկն է, որ այսօր հայրերի միջազգային օրն է։ Աշխարհում նշում են, որ հայրերը իրականում օրհնված կառույցներ են ու փառք Աստծուն ձեզ համար, օրհնում են յուրաքանչյուրիդ, փառք ենք տալի Աստծուն, որ կան հայրեր մեր մեջ, որ Աստված իրականում հայրերի միջոցով բացում է հայրական սերը այս սերունդների մեջ, ձեր տներում, ձեր շրջապատի մեջ, ձեր բարեկամության մեջ, երբ որ ձեր հետ մեկը գործ ունի հայրեր հասկացողության հետ, նրանք ուրեմն կարան իրականում ակնկալեն, որ երկնային հոր քաղցրություն ձեր միջոցով պետք է հայտնվի իրանց, ամեն, այնպես որ դուք հայր եք, իմացեք, որ ձեր վրա էլ հայր կա, ու դուք իր օրինակին հետևելու կարիք ունեք, որ նրա օրինակով կարողանաք Աստծո սերն ու քաղցրությունը բարձրացնել։ Եկեք աղոթենք հայրերի համար, սիրելիներ։ Խնդրեմ նաև բոլոր նրանք, ովքեր հայրեր ունեն, բարձրացնեն իրանց աջ ձեռքը։ Միայն աջ ձեռքը։ Լավ, ովքեր հայրեր ունեն, բարձրացնեն միայն աջ ձեռքը։ Ահա։ Իսկ նրանք, ովքեր հայրեր չունեն, բարձրացնեն իրանց ձախ ձեռքը, որ արդեն ննջել են, գնացել են, բարձրացրեք ձեր ձախ ձեռքը։ Ինչ ենք մենք հիմա անելու։ Մենք բոլորս Աստծո շնորհակալություն ենք հայտնելու հայրերի համար։ Բոլոր հայրերի համար, որ ներկա են, ովքեր աջ ձեռք են բարձրացրել, եթե նրանք դեռ փրկված չեն, որ Աստծո փրկությունը գա իրանց կյանքի մեջ։ Բոլոր նրանք, ովքեր հայրերը արդեն այս աշխարհում չեն, գնացել են այս աշխարհից, որ նրանք ձախ ձեռքն են բարձրացրել, թող իրանք էլ գոհանան Աստծուց, որ այդպիսի հայր են ունեցել։ Կարող ենք այդ բանը անել իրար հետ։ Ամենակարող հայր, շնորհակալ ենք բոլոր հայրերի համար, որ այս սրահում են, օրհնում ենք յուրաքանչյուր եղբորը, որ հոր ստատուսի մեջ է, որ այդ կոչման մեջ առաջանա, որ այդ կոչման մեջ հաջողվի, որ յուրաքանչյուր հայրերը իրանց քաղցրությունը կարողանան ցույց տան իրանց ընտանիքներին եւ իրանց հայրական դիրքին համապատասխան զարգանան, բարձրանան, հաջողվեն եւ օրհնություն լինեն ու չմոռանան, որ իրանք հայր են եւ հայրություն անող են եւ երկնային հոր օրինակին հետեւելով թող կարողանան սեր, քաղցրություն, օրհնություն ու զորություն ցուցադրեն։ Աղոթում ենք բոլոր այն հայրերի համար, ովքեր կենդանի են, Տեր շնորհակալություն ենք հայտնում, որ դեռևս դու իրանց հետ գործ ունես եւ թող քո փրկությունը իրանց հասնի։ Նաեւ գոհանում ենք այն ամեն հայրերի համար, որ հիմա մեզ հետ չեն, գնացել են այս աշխարհից։ Մենք շնորհակալություն ենք հայտնում, որ այդպիսի հայրեր են եղել մեր կյանքում, ում պատճառով մենք կանք այսօր այս աշխարհի մեջ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում, գոհանալով քեզանից, որ հոր կառույցը դա քեզանից է սկիզբ առես երկրի վրա, ու թող քո անունը փառավորված լինի մեր ամեն մեկիս կյանքում Հիսուսի զորավոր անունով։ Եվ բոլորս ասեցինք ամեն։ Հրամեցեք, նստեք։ Փառք Աստծուն այս հրաշալի օրվա համար։ Տերը այստեղ ներկա է։ Ուրեմն, ես այսօր ուզում եմ խոսեմ մի զարմանալի զրույցի մասին, որ Նիկոդեմոսն ու Հիսուս իրար հետ ունեցան։ Ինչու Նիկոդեմոսը Հիսուսը, ոչ թե Հիսուսը Նիկոդեմոսը, որովհետև Հիսուս չեկավ Նիկոդեմոսի մոտ, Նիկոդեմոսը եկավ Հիսուսի մոտ։ Գիտեք, մեր ամենաուժեղ զենքերից մեկը ինչու՞մ է կայանում, որ մենք սովորենք Հիսուսից հարցնել, լավ, որովհետև երբ որ դուք օրինակ լսում եք այսօրվա քարոզը լսեք ու գնաք տուն ձեր սովորականի պես ապրեք, նշանակում է դուք ինչ-որ մի բան բաց թողեցիք։ Շատ անգամ լինում է, որ մենք լսում ենք խոսքը, բայց այդ խոսքի հետ չենք աշխատում, ոնց որ Աստված կամենար, որ մենք աշխատեինք, ու ես ուզում եմ, որ այսօր ես ու դու աշխատենք մեր իրական դիրքորոշման հետ, որ մենք վերստին ծնված մարդիկ ենք, ու ինչ է նշանակում վերստին ծնված, մենք խոսանք այդ հարցերի շուրջ, որովհետև այդ զրույցի միջոցով բացվում ամենազարմանալի գաղտնիքներից մեկը, որը մեր դիրքի մասին տեղեկություն է տալիս, ու ես հավատացած եմ, որ Տերը ուզում է, որ մենք ոչ թե ման գանք սովորական մարդկանց պես, այլ ման գանք վերստին ծնվածների պես, լավ, նորոգվենք վերստին ծնվածների պես, նորոգվենք ինչպես նոր մարդիկ, որ չմնանք մեր հին ապրելակերպին, ձևին, մտածելակերպին, որովհետև երբ որ իմ ու քո տարբերությունը ակնհայտ չլինես աշխարհում, նշանակում է մենք բաց թեմա ունենք։ Տերը ուզում է, որ դու չապրես քո ձևով, Տերը ուզում է, որ դու ապրես նոր մարդուն համապատասխան, ոնց որ Տերը քեզ ստեղծել է, լավ։ Երբ որ մենք Հիսուսին ընդունել ենք, մենք նոր մարդ ենք դարձել, ու Տերը ուզում է, որ ես ու դու ապրենք այդ իրականության մեջ, որովհետև այդ իրականությունից կախված է, թե ինչքան մեծ բաներ տեղի կունենան մեր շուրջը, մեր հարազատության մեջ, մեր հարևանության մեջ, մեր բարեկամության մեջ եւ ընդհանրապես վերցրած։ Գիտեք, Սերմնացանի առակի մեջ սկսեմ մի հատ հետաքրքիր արտահայտությունից, երբ որ Հիսուս
Հիսուս Սերմնացանի առակը պատմում էր մեկ օր աշակերտների, ոչ թե աշակերտներին բազմությանը։ Ինքը խոսում էր, քարոզում էր, դա գրված է Մարկոս 4-րդ գլխում։ Երբ որ նա այդ առակը պատմեց, հանկարծ այնտեղ մի հատ բանալի խոսք ենք մենք տեսնում, որ ամբողջ այդ պատմության մեջ բացվում է ու կուզենամ այդ խոսքը ձեզ ներկայացնեմ։ Տեսեք ինչ ասում 10 ու 11 խոսքերը Սերմնացանի առակի մեջ։ Երբ որ Հիսուսը պատմում էր այդ առակը, երբ որ մենակ էր, թող բոլորը ասեն, երբ որ մենակ էր։ Նրա մոտիներ այն 12-ի հետ հարցրին նրան այդ առակի մասին, եւ նա ասեց նրանց. ձեզ տրված է Աստծո արքայության խորհուրդը գիտենալ, բայց նրանց, որ դրսի են, ամեն բան առակներով է լինում։ Սիրելիներ, ուզում եմ ստե ուշադրություն դարձնեք, երբ որ մենակ են, երբ որ մենակ էր։ Այդ նշանակում է, որ Հիսուսը ինքը սպասում է ձեր յուրաքանչյուրին, որ դուք գաք իր մոտ իրանից հարցեր տաք, իրան հարցեր տաք։ Երբ որ ես ու դու հիմա այսպես ծառայության մեջ ենք, սա հարցեր տալու պահ չի, բայց երբ որ դուք ձեր արդեն մենակ վիճակում եք, Հիսուսը մենակ է, դու պետքա գաք իր մոտ, գաք իրան հարցեր տաք։ Երբ որ հարցեր կտաք, այն ժամանակ պատասխաններ կառնեք։ Երբ որ մենք եթում ենք սովորականապես ու Հիսուսին չենք մոտենում հարցեր տալու, մենք պատասխաններ չենք առնում, այնինչ Հիսուսը հետաքրքրված է նայել, ասել է շատ կարևոր արտահայտություն անելով, ձեզ տրված է, ձեզ տրված, ում մոտիկներին, աշակերտներին, ոչ սիրելիներս, ձեզանից շատերը համ մոտիկացված եք, համ աշակերտներ եք, բայց չեք հարցնում։ Ուրեմն ում է տրված, հարցնողներին, ում է տրված, եթե դու որդի ես, բայց իրան չես հարցնում, դու չես օգտվում քո իրականությունից, քեզ պետք է իրան հարցնես։ Երբ որ դու ծառայությունից եթաս, պետք է մի հատ հարց տաս։ Ոչ թե հետի թողես, այս հարցը պետք է տաս։ Երբ որ ծառայությունից եթում ես, գաս քո ծածուկ սենյակը ու Տիրոջը հարց տաս. ինչ էր այսօր դու ուզում ասեիր Հովի միջոցով։ Ինչ էր դու ուզում ասեիր այսօրվա պատգամի միջոցով։ Ինչ էր դու ուզում հասցնել ինձ։ Դու պետք է հարց տաս։ Երբ որ դու հարց չես տալի, դու բաց ես թողում ամենաճոխ բաներից մեկը՝ իրան լսելու հնարավորությունը։ Ու մի շաբաթ վրա անցնելու է, նորից կգաս մյուս կիրակի ու հերթական վերաբերմունքը։ Տերը չի ուզում, որ այսպես լինի իր զավակների հետ։ Լսեք, ինքը պատմություն պատմեց ու բոլորը հանկարծ, ովքեր մոտիկացված էին ու աշակերտ էին, հարց տվեցին նրան ու հենց հարց տվեցին, նրանց գաղտնիքներ բացվավ։ Ով է ուզում Աստծո գաղտնիքների մասին տեղեկություն ունենա։ Հարցեր տվեք նրան։ Դուք պետք է հարցեր տաք։ Եթե մենք հարցերի սկզբունքը չենք օգտագործում, մենք պատասխաններ չենք ունենա։ Իսկ մենք տեսնում ենք, որ Հիսուսը ում է բացում, ովքեր հարցեր են տալիս։ Ինչի մասին, ոչ թե ամբաղ-զամբաղ ինչի լինի, ոչ, հենց Հիսուսի ասածներից դուք պետք է հարցեր տաք իրան, որովհետև Հիսուսին հետաքրքիր չի լինելու ամեն ինչի մասին, որ հարց տաք։ Իրան հետաքրքիր, երբ որ դուք իր ասածներից եք իրան հարց տալի, որովհետև երբ որ իր ասածներից դուք հարցեր տաք, ձեզ համար գաղտնիքները կբացվեն իր ասածների, որ դուք դրան համապատասխան գործեր իրականացնեք, որովհետև հենց բացվում է, մենք տեսնում ենք զարմանալի շարժա ակտիվանում։ Այս սկզբունքին ուշադրություն եկեք դարձնենք, որ Հիսուսը երբ որ մենակ էր, նրա մոտինները 12-ի հետ նրան հարցրեցին։ Հիսուսն էլ պատասխան տվեց հարցնողներին, ձեզ տրված է Աստծո արքայության խորհուրդը գիտենալ, բայց նրանց, որ դրսի են, ամեն բան առակներով ալնելու։ Սիրելիներս, խնդրում եմ, գիտեք ովքեր են դրսիները եւ ովքեր են մոտիկները։ Մոտիկները հարց տվողներն են, դրսիները հարց տվողները չեն։ Սա շատ ռեալ, շատ կոնկրետ եմ ասում, որ ես ու դու կարողանանք զանազանենք, ով հարց տվողը մոտիկա, ով հարց տվող չի, ինքը դրսի գաղափարով է ապրում։ Լինելով որդի դու կարաս դրսի գաղափարով ապրես։ Ինչու, որովհետև հարց չես տալի իր ասածների մասին։ Բա քեզ պետք է հետաքրքրի, բա ինքը ասում է վերստին ծնունդի համար, դու հարց չտաս, դա ի՞նչ է նշանակում։ Ինքը ասում է նոր կյանքի մասին, բա դու հարց չտաս, դա ի՞նչ է նշանակում։ Ինքը ասում է սրբության կյանքի մասին, բա դու հարց չտաս, բա էսի ինչ է նշանակում։ Ինքը ասում է մեղքից ազատ կյանքի մասին, բա մի հատ հարց չտաս, դա ո՞նց է լինում։ Մենք պետք է հարց տանք, որ ոչ թե ապրենք մեր ձևով, այլ հարց տանք, որ բացահայտենք, ինչ ձևով մենք ապրենք այս աշխարհում։ Երբ որ ես ու դու հարց չենք տալի, մենք սովորական մարդկանց պես ենք ապրում, որտեղ սովորական մարդիկ իրանց իրավիճակից դուրս ոչ մի բան չեն փնտրում, բայց Հիսուս այսօր մեզ փրկել է խավար իշխանությունից։ Եկեք հիմա վերադառնանք ամենազարմանալի զրույցներից մեկին, որը բացահայտում է վերստին ծնունդի ճոխությունը, գեղեցկությունը ու այն ուղղվածությունը, որ մեզանից յուրաքանչյուրս պետք է բռնկվենք դրանից, բռնվենք, բացահայտենք, աղոթենք, Հիսուս բացի, ես ուզում եմ այս ամեն ընկալեմ։ Եկեք տեսնենք ինչ զարմանալի զրույցի մասին է խոսքը։
Գիտեք, այս զրույցի մեջ զարմանալի գանձեր ու գաղտնիքներ են բացվում երկնային իրականության, երկնային թագավորության, վերստին ծնունդի, հոր ցանկությունների մասին։ Երբ որ մենք այս պատմությանը միջով սենց կանցնենք, դուք ապշած կմնաք, թե ինչքան բան է բացվում վերստին ծնունդ ունեցող մարդու մասին։ Ու գիտեք, էսի ինչքան կարևոր է, որ դուք այս հողի վրա կարողանաք Հիսուսին, երբ որ կգնաք հարցնեք, դուք չպետք է հարցնեք իրան ուտելու, խմելու ու հագնելու մասին։ Այս ժամանակավոր բաները, երբ որ դառնում են ձեր հիմնական ուղղվածությունը, դա շատ էժանագին է, սիրելիներս, հավատացեք, շատ էժանագին է։ Դրանք ձեզ պետք են։ Իհարկե, Տերն էլ գիտի, որ այդ պետք է ձեզ, բայց Հիսուս չի ուզում, որ դու քո սաղ կենտրոնացումը պահես ինչ ուտեմ, ինչ խմեմ, ինչ հագնեմ, որ քո մտածմունքի այդ ոլորտի մեջ գերազանցի քո հոգևոր հացի կամ հոգևոր հարաբերությունների ոլորտից առավել։ Դուք պետք է այսի զանազանեք, ինչու, որովհետև Տերը ավելի ճոխ բանի համար է մեզ կանչե, քան մենք կարանք պատկերացնենք։ Եկեք հիմա նայենք այս հետաքրքիր զրույցին ու այն գանձերը, որ այս զրույցի մեջ բացվում են մեզ համար, մենք պետք է դրանց բռնված կյանքով ապրենք, սիրելիներս։ Երբ որ դրանք չբացվեն մեզ համար, մենք կապրենք իրականում բաց թողելով այն ամեն ճոխությունը, որ վերստին ծնունդը իր հետ բերել է մեր կյանքի մեջ, Հիսուսի անունով։ Եկեք կարդանք։ Ուրեմն փարիսեցիներից մի մարդ կար, անունը Նիկոդեմոս, հրեաների իշխան, սա գիշերը Հիսուսի մոտ եկավ եւ ասեց նրան. «Ռաբի, գիտենք, որ Աստվածանից վարդապետ ես եկել, որտեղ ոչով չէր կարող այդ նշանները անել, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլիներ»։ Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավեմ, որ ինքը երբ է գալիս, ոչ թե ծառայության ժամանակին։ Ծառայության ժամանակին չի գալիս, երբ որ Հիսուսը մենակ էր, նա գիշերով է գալիս, սա կոչվում է հանդիպում։ Սա կոչվում է հանդիպում։ Հիսուսի ասածներից ելնելով, այս մարդը եկել է, որ հարցուփորձ անի այդ բոլոր բաների մասին, ինչ որ իր հետ կատարվում է։ Սա կոչվում է, որ ինչ որ մեկը մոտեցավ Հիսուսին, որ հարց տա իրան։ Ինչի մասին։ Այն բոլոր իրարանցումների, ինչ որ Հիսուսի միջոցով տեղի ունենում։ Թող այսօր ինչ որ մեկը իմաստուն գտնվի ու լսի ինչ եմ ես ասում։ Տերը ուզում է, որ դու գաս իր մոտ։ Տերը ուզում է, որ դու իրանց կտրված կյանքով չապրես։ Տերը ուզում է, որ դու մոտենաս իրան հարցնես քո կոչման մասին, հարցնես ինչ է ինքը ուզում իր խոսքով քեզ հայտնի։ Տերը ուզում է, որ մենք այս իրականության մեջ գանք։ Նայեք, շարունակությունն ենք տեսնում։ Երկու բան, որ ինքը գալիս է, դա կոչվում է ծածուկ հանդիպում, եւ հետո ինքը իրանց հասկացողությունը, տեղեկությունը ասում Հիսուսին, ասում է մենք գիտենք, որ դու Աստվածանից ուղարկված վարդապետ ես։ Ինչի հաշվին, որովհետև այն հրաշքներն ու նշանները, որ քո կյանքում տեղի են ունենում, եթե Աստված նրա հետ չլներ, դա տեղի չէր ունենա։ Ու մենք այս մի հատ արտահայտության մեջ տեսնում ենք, որ Նիկոդեմոսը եկել է ինչ նպատակով, որ հարցնի, ո՞նց է այդ բանը տեղի ունենում։ Ինչի հաշվին է դա տեղի ունենում։ Այդ ինչ հարաբերություն դու ունես հոր հետ կամ Աստծո հետ, որ այդ բաները տեղի են ունենում քո կյանքում։ Նա եկել է հենց այս հետաքրքրություն, որտեղից ես հասկանում իր խոսքերից, որ եթե Աստված իր հետ չլներ, այս նշանները չէր լինի։ Ունձի հետաքրքրում է դու ո՞նց ես Աստծո հետ, որ այդ նշանները քո միջոցով տեղի ունեն։ Ինձ բանն է հետաքրքիր, կարաս ինձ բացես, ինչի հաշվին այս ամեն ինչը տեղի է ունենում։ Ես ուզում եմ իմանամ, ով էր այդ մարդը, մի մեծ վարդապետ, ճանաչված իշխան, ժողովրդի մեջ, օրենքի գիտակ, օրենք իմացող, խոսքը իմացող, անձնավորություններ, որ նա եկել է ուզում է իմանա, ինչի համար մեկի կյանքում գործում է, ինչի համար մեկի կյանքում չի գործում։ Ու Հիսուսը այդ զրույցի մեջ չի քարոզում Նիկոդեմոսին, նա գաղտնիքներ է բացում։ Ու եթե գաղտնիքներ է բացում, պետք է դրանց բռնվենք, սիրելիներս։ Սրանք գանձեր են, որ բացվել է Նիկոդեմոսին իր ծածուկ զրույցի մեջ։ Սաղ աշխարհը գիտի, այս ծածուկ զրույցի ամենաճանաչված խոսքը դա Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի։ Սիրելիներս, սա ծածուկ տեղի զրույց է։ Սա ծածուկ տեղում արտահայտված խոսքեր են, որը հետո հայտնապես է դառնում ամբողջ բովանդակ աշխարհում, անգամ մեղավորները գիտեն դրա մասին, իհարկե, լավ կլինի, որ դրա հետ հաշտություն գտնեն։ Սիրելիներ, ուզում եմ, որ ստե ձեր ուշադրություն գրավեմ այդ հարցնելու process-ի ծածուկ տեղի զրույցը, որ ստե տեղի է ունենում։ Երբ որ ինքը գալիս այս հարցը տալիս է, եկեք տեսնենք առաջի պատասխանը, որ Հիսուսը անում է այս մարդու հարցադրմանը։ Հովհաննեսի 3:3 ասում է հետևյալը. Հիսուս պատասխանեց եւ ասեց նրան. ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, կարող չէ Աստծո արքայությունը տեսնել։
Ուշադրություն դարձրեք առաջին արտահայտությունը վերստին ծնունդներին տրված է Աստծո արքայությունը տեսնել։ Եթե դու վերստին ծնված ես, նշանակում է դու հնարավորություն ես տեսնելու Աստծո արքայությունը։ Եթե դու չգաս ծածուկ տեղը հարցնես Հիսուս, ո՞նց։ Քեզ երբեք չի բացվելու ո՞նց։ Դու պետք է գաս հարցնես, որ ինքն էլ քեզ օգնի, ո՞նց։ Ինչու՞, որտեվ ինքը այս մարդու հարցադրմանն է պատասխանում։ Վերստին ծնունդը իր մեջ պարունակում է Աստծո արքայությունը տեսնելու ճոխությունը։ Էսի համար առաջի պատասխանը, որ ինքը տալիս է վերստին ծնունդի մասին, ու պետք է մենք սրա հետ հաշվի նստենք։ Մենք բոլորս վերստին ծնունդով լցված մարդիկ ենք, մենք ծնված ենք Աստծուց։ Մենք պետք է աշխատենք այս ուղղությունների հետ, ինչ որ ես այսօր ձեր հետ կասեմ, որովհետև ես այս իմ խոսքերը չեմ ասում, դա Հիսուսի խոսքերն է, ու դուք գործ ունեք Հիսուսի ասածների հետ, որովհետև եթե այս խոսքերի հեղինակի մոտ դուք չգաք ձեր ծածուկ տեղը ու իրան չհարցնեք, չի բացվի ո՞նց։ Ես ուզում եմ իմանալ ո՞նց։ Ինչու՞, որովհետև ինքը ուղղություն է տալիս։ Այս վարդապետին համար առաջին ինքը ասում է, եթե մեկը վերստին չծնվի, կարող չի Աստծո արքայությունը տեսնել։ Պատկերացրեք իր ամեն մի պատասխանը, որ բացվելու է, հեսա կանցնենք այդ պատասխաններով, Նիկոդեմոսի սիրտը ավելի է բորբոքում, որտեվ այն ձևը, որ Հիսուսի պատասխանները մեր ներքնաշխարհը մղում են իր իրականությանը, որ նա մեր կյանքում բացել է։ Եկեք տեսնենք շարունակությունը։ Ինչ ենք շարունակություն տեսնում։ Երկրորդ պատասխանը, որ ձեր ուշադրությունն ուզում եմ գրավեմ։ Նիկոդեմոսը հարց է տալիս 3:4-ում, նրան ասեց. «Մարդը ինչպես կարող է ծնվել, որ ծեր է։ Միթե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել եւ ծնվել»։ Ինքը խոսում է ֆիզիկական տիրույթից, լինելով հոգևոր վարդապետ, լինելով Աստծո խոսքի վարդապետ, բայց բնականon մտածելակերպով։ Այսինքն շատ քրիստոնյաներ կան, որ իրանք հոգևոր բաները ուզում են իրանք բնականon բաներով հասկանալ։ Չեք կարա։ Ուստի տեսեք Հիսուս ինչ պատասխանը բարձրաձայնում Նիկոդեմոսին, որտեվ ինքը Աստծո ասածների մասին, Հիսուսի ասածների մասին բնականon տիրույթում է մտածում, իսկ Հիսուս իր ֆոկուսը փոխում է, ու նրան այսպես է ասում։ Երկրորդ պատասխանը լսեք։ Ինչ ասում Հիսուսը։ Հիսուս ասեց. ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել։ Մյուս կարևոր գաղտնիքն ասում, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել։ Դրանով իսկ ցույց է տալիս, որ դա մտքի գործ չի, դա հավատքի գործ է, ու դու պետք է իրականում ընդունես այն լուրը, որը գալիս է քո կյանքում, որ ջրով մկրտվես եւ հոգով մկրտվես։ Մեկ այլ խոսքերով ասած, նա կանչում է մկրտության իրականության մեջ, որ այդ մարդիկ իրականում մտնեն, ասա մտնեն։ Ինչ է նշանակում, որ քո վերստին ծնունդը քեզ դոստուպ է տալիս, որ դու մտնես Աստծո արքայությունը։ Ոչ թե օրերից մի օր, որ Հիսուսը պետքա գա։ Դա էլ ներառելով մեջը, այլ այսօրվանից, քո աղոթքի ժամանակ, երբ որ մտնում ես աղոթք անելու, դու պետքա մուտք գործես երկնքի իրականության մեջ։ Ինչու, որովհետև վերստին ծնված ես, քեզ տրված է այդ իրավունքը, որ դու կարողանաս մուտք գործես երկնքի իրականության մեջ, երբ որ դու աղոթք ես անում։ Բայց երբ որ դու չգաս հարցնես, ինչպես Հիսուս, ոնց բացվի էդի։ Պետք է մոտենաս Հիսուսին, որ հարցնես ինչպես, ու նա բացելու է, սիրելիներս։ Եկեք տեսնենք երրորդ միտքը, որ Հիսուսը արտահայտում է։ Երկու տեսակ ծնունդի մասին է խոսում Նիկոդեմոսի հետ, որ իրան բերի գոնե մի փոքր հասկացողություն, ասում է հետևյալը. մարմնից ծնվածը մարմին է եւ հոգուց ծնվածը հոգի է։ Ու սրանով իսկ Հիսուսը բարձրաձայնում է ինչը, որ գոյություն ունի մարմնից ծնված կարգավիճակ, էդի բոլոր մարդիկ ունեն, էդի կոչվում առաջի ծնունդ, եւ գոյություն ունի երկրորդ կարգավիճակ, հոգեվոր ծնունդ, դա բոլորը պետքա ձեռք բերեն, որ կարողանան։ Մարմնից ծնվածը չի կարա մտնի Աստծո արքայության մեջ, եթե հոգուց չծնվի։ Եթե երկրորդ ծնունդ չունենա, նա էսի է հասկացնում Նիկոդեմոսին բացատրելով, որ մարմնի ծնունդի մասին չեմ խոսում, ես հոգու ծնունդի մասին եմ խոսում։ Նիկոդեմոս, մեկ այլ խոսքերով ասած, եթե դու մարմնից ծնված ես, մինչև դու Աստծուց չծնվես, դու չես կարա մուտք գործես Աստծո արքայությունը։ Պատկերացեք, Նիկոդեմոսի ներքնաշխարհում այդ ինտրիգան էթալով ավելի է մեծանում, այդ լարվածությունը, ակտիվությունը, հետաքրքրությունը, ու իր մոտ ամեն պատասխանից հետո հարցածնվում ոնց, թող բոլոր ասեն ինչպես։
Եկեք 4-րդ պատասխանին ուշադրություն դարձնենք, ինքը ինչ բացատրություն է տալիս բնականon, որ Նիկոդեմոսին հասկացողություն փոխանցի, այդ ինչ է նշանակում հոգուց ծնված վիճակը։ Տեսեք ինքը բնականon օրինակ է բերում։ 4-րդ բացատրողական պատասխանը հետևյալն ասում է։ Սա հոգու առաջնորդության մասին տեղեկությունն է։ Հովհաննեսի 3:7-8-ն եմ կարդում։ Մի զարմանար, որ ասեցի քեզ, թե պետք է քեզ վերստին ծնվել։ Քամին որտեղ ուզում է փչում է եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես թե որտեղից է գալիս եւ որտեղ է գնում։ Այսպես է ամեն հոգուց ծնվածները։ Նա խոսում է առաջնորդության մասին, որ դու կարիք ունես այդ առաջնորդությանը, բայց մինչև չծնվես դու այդ առաջնորդությանը չես կարող անցալես։ Ես չեմ ապրում կանոնի մեջ, ես ապրում եմ առաջնորդության մեջ։ Ես Աստծո հոգու հետ հաղորդակցության հիմքի վրա եմ ապրում։ Այ ինչի պատճառով է հրաշքներն ու դրսևորումները գալիս, որովհետև ես չեմ ապրում ինչ որ մի համակարգում, ես ապրում եմ հարաբերության մթնոլորտում, որտեղ տեսնում եմ, որտեղ լսում եմ, որի մասին հետո 5-րդ գլխում դրա մասին կբարձրաձայնի։ Բայց եկեք շարունակենք ստե ուշադրությունը։ Ինչ է ստե Հիսուսը բարձրաձայնում։ Նա ասում է, թե հոգուց ծնվածները նրանք Աստծով առաջնորդված մարդիկ են լինելու։ Այդ նշանակում է, որ իրանք չեն գնում իրանց ճանապարհներով, իրանք գնալու են Աստծո առաջնորդությամբ։ Նրանք Աստծուն լսելու են, նրանք Աստծուն տեսնելու են, քամին որ գալիս է գնում է ոչ մեկ չի տեսնում, ձայնը լսելի է, այդտենց պետք է Աստծո որդիների ձայնը լսելի լինի, ու ոչ մեկ միևնույն ժամանակ չհասկանա։ Էս որտեղից սրանց էս ամենը։ Ինչու, որովհետև Աստծուց են բաները գալու։ Դա բնականոնից բաներ չեն, որ ծնվելու են մարդու ներսում։ Դա Աստծո հարաբերություններից եկած բաներ են երկնքից երկրի մեջ։ Ու երբ որ ինքը այս բաները ասում է, լսեք, շատ հետաքրքիր բան ենք մենք ստե տեսնում։ Էսի 4-րդ բացատրությունն է, որ Հիսուսը հոգևոր ծնունդի մասին տեղեկություն է տալիս։ Ու երբ որ այս ամեն ինչը բացատրում է, այսպես են ամեն հոգուց ծնվածները, կարելի ասել Նիկոդեմոսի ուղեղը դժվարություն է վերապրում ընկալման հարցում։ Իրապես դժվարություն է վերապրում։ Ու դա արտահայտվում է իր խոսքերի միջոցով։ Նայեք ինչ է կատարվում։ Նիկոդեմոսը սենց ասում։ Պատասխանեց եւ ասեց նրան. «Այդ ինչպես կարող է լինի»։ Թող բոլոր ասեն. «Դա ինչպես կարա լինի»։ Գիտեք, այս օրենքի վարդապետը հարց է տալի Հիսուսին։ Հիսուսն էլ բացատրում է։ Դուք պետք է իմանաք, ոնց ես ընկալեմ։ Երբ որ դու հարց չտաս Հիսուսին քո ծածուկ տեղը, պատասխան չի բացվի։ Աղար գիտեք ինչն է հետաքրքիր։ Մի շաբաթ էլ վրեն կանցնի, 10 շաբաթ էլ վրեն կանցնի, կյանքը չի փոխվի, եթե հարց չես տալի։ Դու հարց պետք է տաս, որ կյանքդ փոխվի։ Հարց պետք է տաս, որ իմանաս գաղտնիքներ։ Դու չպետք է ապրես քո ձևով, դու պետք է հարց տաս, որ ապրես իրա ձևով։ Դուք պետք է փորձեք որոշման մարդիկ դառնաք։ Ձեր կյանքը իրականում ձեր ձեռքը չի։ Ձեր կյանքը Հիսուսի ձեռքն է, ու դուք իրան պետք է իր հետ հաշվի նստեք։ Հաշվետու պետք է լինեք իրան։ Երբ որ հաշվետու չեք դարձնում ձեզ իրան, դուք ապրում եք ձեր ձևով, ուզում եք, որ ինքը ներգրաված լինի ձեր իրավիճակի մեջ։ Տերն էլ ուրիշ բան է ուզում։ Նա էլ ուզում է, որ դուք ներգրաված լինեք իր ասածների կամ ուզածների մեջ։ Սա կարևոր է։ Մենք պետք է սրա մեջ ներգրավենք, ինչու, որովհետև այս մարդը տեսել է այն հրաշքները, որ Նիկոդեմոսի կյանքում Հիսուս կյանքում կատարում է, եկել է հարցում անում, դա ոնց է լինում, այդ ոնց ես դու մոտիկ Աստծո հետ, գիտենք, որ Աստված անից ես, նա հարցերով ուզում է իմանա, նա կարիք ունի, նա փափագում է ճանաչեն Աստծուն, ու մասին ինքը տարիներով սովորացրել է։ Սիրելիներ, եկեք տեսնենք շարունակությունը։ Հիսուսը տեսնելով Նիկոդեմոսի այս մոտեցումը, որ ինքը դժվարություն է ընկալման մեջ անում, այդ ինչպես կարող է լինի, որտեվ ասես իրականում իր միտքը արդեն սենց կարելի է փակուղու մեջ է եկե, նա չի կարողանում, նա փորձում է մինչև այդ ուղեղով հասկանա Հիսուսին, բայց դա էլ չի գործում։ Ու դա էլ չի գործում։ Դրա համար ինքը զարմացած նորից հարց է բարձրացնում։ Ինչքան հարց, ինչքան պատասխան է զրույցի մեջ կա, դա կոչվում է փոխհարաբերություն։ Սա այն գեղեցիկ պահն է, որ դուք պետք է ունենաք ձեր ծածուկ տեղը։ Եթե ձեր ծածուկ տեղը այս ձև չի, ուրեմն ես բոլորիդ կոչ եմ անում, որ գաք այս կարգավիճակի մեջ։ Լսում եք։ Ձեր ծածուկ տեղը պետք է այսպես լինի։ Եթե այս օրինակի պես չի, որ դուք հարց տաք, պատասխան առնեք, որ այդ կյանքը բխի ձեզանից, նշանակում է դուք բաց եք թողում կարևոր բան։
Էդի գիտեք ինչ ալնում, որ դուք Նիկոդեմոսի պես շատ բան գիտեք, բայց այդ շատ բանի մեջ ճանաչողություն չունեք։ Այդ դեպքում այն փառքը, որ ձեր մեջ է, դա չի արձակվում, իսկ ձեր մեջ նոր արարածի փառք կա։ Հիսուս դրա մասին է խոսում։ Եկեք շարունակենք։ Կարդանք Հիսուսի պատասխանը Նիկոդեմոսի հարցին, որ ասում է, դա ինչպես կարող է լինի։ 10-11 խոսքերը Հիսուս ասում է հետևյալ։ Հիսուս պատասխանեց եւ ասեց նրան. դու ես Իսրայելի վարդապետը եւ այս չգիտես։ Հիսուսը զարմանում է, որ այս մարդը ով ինքը պետքա իմանար այդ ամենը։ Որտեղից գրվածքներից Եզեկիել մարգարեն ասում է, որ վերջի ժամանակներում իր հոգին կգա ու Աստված հանելու է քարեղեն սիրտը եւ մարմնեղեն սիրտը դնելու, դա նշանակում է, որ նոր մարդ է ստեղծելու, նոր կյանք է ստեղծելու, որ իր օրենքներն է դնելու իր մեջ։ Հին բաները կանցնել, նոր բաներ կակտիվանա։ Երեմիան մարգարեանում է դրա մասին, Եսայան մարգարեանում է դրա մասին, որ իրանցից կյանքի ջրեր են բխելու, դա կյանքա բերելու, որ անապատը պարտեզիա վերածվելու, դա միայն ասված չի ազգի մասին, երկրի մասին, դա ասված է նաև մեր սրտերի կյանքի մասին, նոր արարածի իրականության մասին։ Ու երբ որ ինքը էսի ասում է, դու ես օրենքի վարդապետը, դու այս չգիտես, ճշմարիտ ասում եմ քեզ։ Հիմա ուշադրություն դարձեք Հիսուսի խոսքերին։ Ինչ որ գիտենք, խոսում ենք։ 1. Ուրեմն ինչ որ դու գիտես Աստծո մասին, պետք է խոսես։ Եթե նոր արարածի ճոխությունը մենք չհասկանանք, ինչ որ գիտես, դու պետք է խոսես։ Հիսուսը բանալի ասում, ինչ որ գիտեմ, խոսում եմ։ Հիմա նայեք, ասում է ինչ որ գիտենք, խոսում ենք, ինչ որ տեսանք, վկայում ենք։ Նա խոսում է վերստին ծնունդի ճոխություններից մասին, որ վերստին ծնված մարդիկ նրանք իմանալու են Աստծո բաները եւ նրանք խոսելու են իրանց տեսած բաները։ Սա խոսում է վկայության պարգևի մասին, վկայության կոչման մասին, որ վերստին ծնվածները նրանք վկայության մարդիկ են դառնալու։ Այսինքն, եթե դու վերստին ծնված ես, բայց վկայությամբ չես զբաղվում, դու ինչ որ ձևով այս աշխարհիկ մարդկանց պես ես ապրում։ Ոչ թե վերստին ծնված մարդու պես։ Ինչու, որովհետև վերստին ծնված մարդկանց մասին նա տեղեկություն է տալիս, որ ինչ որ գիտե, խոսում են, ինչ որ տեսան, նրանք դրա մասին ինչ են անելու, կիսվելու են։ Սա վկայությունն է։ Վկայությունը այսպես ազատագրվում է, սիրելիներս։ Հիսուսը բարձրացնում է ստե վկայության ճոխությունը։ Շարունակենք, եթե երկրավոր բաներ ասեցի քեզ եւ չես հավատում, ապա ինչպես կհավատաս, եթե ես երկնավոր բաներն սկսեմ բացել քեզ համար։ 13-րդ խոսքը արդեն երկնավոր բաների երկնավոր, ոչ թե երկրավոր, այլ երկնավոր բաների մասին է ասում։ Եվ ոչով վերջելավ երկինք, եթե ոչ երկնքից իջնողը մարդի որդին, նա որ երկնքում է։ Հիսուսը խոսում է ներկա ժամանակով։ Նա խոսում է, որ ինքը երկնքից իջել է մարդի որդին, ինքը ասում է նա միևնույն ժամանակ այնպես է խոսում, որ ասես երկնքում է։ Էսի հոգևոր բան է, ու էսի մեր միտքը չի կարող անցալի։ Որտեղ մենք մարդկորեն ենք մտածում, սահմանափակ ենք մտածում, մենք այս տիրույթի մեջ ենք մտածում։ Հիսուսը հոգևոր բան ասում, որ վերստին ծնվածների համար երկինքն ու երկիրը միացել են մեկ կառույցի մեջ, դա նոր արարածն է։ Երկինքն ու երկիրը միացել են մեկ կառույցի մեջ, նոր արարածի մեջ։ Որտեղ դու Սուրբ Հոգուն ունես քո ներսում ու քո հոգին ծնված է իրանից, այդ նշանակում է երկինքն ու երկիրը միացել են մեկ արարածի մեջ։ Սա հոգևոր միտքն է, որ ինքը բացում է Նիկոդեմոսին, իհարկե Նիկոդեմոսը էսի էլ չի ընկալում, նույն ձևով էլ նաև մենք։ Ես ու դու չենք կարող ընկալենք, որ հոգևոր բանը մեր մտքի բան չի, սա հավատքին թեմա է, որ դու հավատաս, որ Աստված ինչ որ արել է, դա խելքից դուրս է, զարմանալի մի բան է արել, թեկուզ քեզի տալիս է հասկացողություններ, որ մի քիչ տրամաբանես։ Գիտեք, հետաքրքիր բան եմ ասում, երբ որ դու երազ ես տեսնում, երազի մեջ ֆիզիկապես կարաս քո անկողնում լնես, բայց երազի քո մտքի աշխարհում հանկարծ մի ինչ որ տեղ ես այցելել, մի ակնթարթում հայտնվում ես ուրիշ երկրում, երազ ես տեսնում, որ ուրիշ ազգի մեջ ես, ինչքան տարբեր երազներ կան, բազմաբնույթ, դու ֆիզիկապես պարկած քնած ես, բայց քո երազների մակարդակում դու ուրիշ տիրույթում ես, ուրիշ աշխարհում ես, սիրելիներս, այնքան ռեալ իրականությունների մասին է խոսում, ու սա հոգևոր բաներ են, ու երբ որ Հիսուսը այս մարդուն պատասխանում է, որ դա ինչպես կարա լինի,
Նա իհարկե չի կարողանում ընկալի, բայց ինքը շարունակում է այդ պատասխանը մինչև վերջ գնալ։ Եկեք 5-րդ ճանապարհը տեսնենք, որ 5-րդ պատասխանը Հիսուսը որ ստե բարձրացնում է իր այդ հարցադրմանը, նա ինչ անում, նա պատասխան է տալիս իր հարցադրման, թե դա ինչպես պետքա լինի։ Ով է ուզում իմանա։ Դուք պատմությունը գիտեք, բայց ես ուզում եմ ստեղի գաղտնիքի հետ դուք աշխատեք։ Տեսեք ինքը ցույց է տալիս, թե դա ինչպես պետք է լինի։ 5-րդ միտքը, որ ինքը բարձրացնում է, 14-15 խոսքում է գրված եւ ասում է հետեւյալը։ Ասում է, ինչպես որ Մովսեսը օձը բարձրացրեց անապատում, նույնպես մարդի որդին կբարձրացվի, որ ամեն նրան հավատացողը չկորչյալ հավիտենական կյանք ունենա։ Նա խոսքին պատասխան է տալիս, թե ինչպես է տեղի ունենալու վերստին ծնունդը։ Որտեղ Նիկոդեմոսը շատ էր փափագում իմանար, դա ինչպես կարա լինի, ու Հիսուսը պատասխան է տալիս, ինչպես կարա լինի։ Խաչի վրա տեղի ունեցածի միջոցով, որին երբ որ դու հավատաս, դու կունենաս այն ինչ որ դու հիմա հետաքրքրված ես իմանաս։ Նա ճանապարհը ցույց տալի, թե ոնց է վերստին ծնունդը տեղի ունենալու։ Նա ասել է ովքեր կհավատան խաչի վրա տեղի ունեցածին եւ կընդունեն այդ պատվերը, այդ լուրը իրանց կյանքում, նրանք վերստին ծնունդ կունենան։ Ուրեմն վերստին ծնունդը ակտիվանում է, երբ որ դու խաչի պատգամին հավատում ես։ Ու ոչ միայն հավատում ես, նաև ընդունում ես, այդ ժամանակ վերստին ծնունդ ես ունենում, որովհետև հավիտենական կյանքը կապ ունի վերստին ծնունդի հետ։ Ուրեմն 5-րդ գաղտնիքը, որ ստեղ այս զրույցի մեջ բացում է Նիկոդեմոսին իր տված հարցին, դա խաչի խորհուրդն է, որ առանց խաչի խորհրդի ոչ ոք չի կարող վերստին ծնունդ ունենա։ Ոչ ոք։ Ամեն մի մարդ խաչի վրա տեղի ունեցածը, երբ որ ընդունեց, նա վերստին ծնունդի դուռը բացում է, ու այն բոլոր ճոխությունները, որ իրանք տեսնելու են, որ իրանք մուտք են գործելու, որ իրականում ծնունդը տեղի է ունենալու, որովհետև ամեն մի ծնունդը բացահայտում է, որ հայր կա։ Լսեք, ֆիզիկական ծնունդը բացահայտում է, որ ֆիզիկական հայր կա, հոգևոր ծնունդը բացահայտելու է, որ հոգևոր հայր կա։ Ու մենք գալիս ենք հիմա ամենագեղեցիկ պահերից մեկին, որ Հիսուս այս ամեն ինչը պատասխան տալով, գաղտնիքներ բացելով, բերում է հիասքանչ մեկին է ուզում ցույց տա, դա երկնային հայրն է։ Երկնային հայրն է։ Մեկ այլ խոսքերով ասած, քո վերստին ծնունդը քեզ տեղեկություն է տալիս, որ դու հայր ունես, որ դու որբ չես, դու հայր ունես, դու որբ չես։ Վերստին ծնունդը բացահայտում է հոր սերն ու քաղցրությունը մեր հանդեպ։ Ու եկեք կարդանք, տեսեք ինչ է կատարվում 6-րդ միտքը, որ բացահայտում է հոր սերը մեր հանդեպ։ Հիսուսը բարձրաձայնում ասում է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվա, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատե, այլ որ աշխարհը նրանով փրկի։ Այստեղ բացվում է հոր մեծագույն կամքը, փաստորեն վերստին ծնունդ ունենալու դեպքում դու սկսում ես հոր կամքը ճանաչել, հոր քաղցրությունը ճաշակել, հոր սերը ճաշակել, որտեղ վերստին ծնունդը քեզ տեղեկություն է տալիս, որ դու հայր ունես։ Երբ որ ստեղ ամեն մեկիդ նայում եմ, ես հասկանում եմ, որ դուք հայր ունեք կամ ունեցել եք։ Ձեր ամեն մեկի ներկայությունը խոսում է, որ դուք հայր ունեք կամ ունեցել եք։ Ձեր ամեն մեկի ներկայությունը է ասում, այդտենց էլ պետք է վերստին ծնունդի իրականությունը բացի հոր էս աշխարհին։ Հիսուսը հետ է անում, ում ծածուկ տեղում Նիկոդեմոսին իր հարցին պատասխանելով, թե ուր է բերում Հիսուսը Նիկոդեմոսին հոր հետ հանդիպման, այն Աստծո հետ հանդիպման, որ ինքը ասում է, եթե Աստված քո հետ չլներ, այդ նշանները չէիր կարող անել։ Կարաս ինձ ասես այդ Աստծո հետ ես ոնց մոտիկ կլնեմ։ Կարաս ինձ բացես այդ Աստծո հետ ես ոնց ընկերություն անեմ։ Այսին Նիկոդեմոսի փափագներ, իր գիշերով գալու, այ առանձին իր ծածուկ տեղը գալու Հիսուսի հետ հանդիպելու։ Սիրելիներ, մենք պետք է իրականում հասկանանք, որ Աստված ձեզ կանչում է, մեզ յուրաքանչյուրիս կանչում է հանդիպման վայրը, նա քեզ հետ հանդիպում է ակնկալում։ Նա ուզում է, որ դու ամեն մի քարոզ որ կլսես, ամեն մի խոսք որ կլսես, ամեն մի պատգամ որ կլսես, գիտեք ինչ անես։ Դրան հետևող մի հատ կարևոր ակտ անես։ Նույն օրը գաս Տիրոջ առաջ, ոչ թե ստեղ, այլ Տիրոջ առաջ գաս քո ծածուկ տեղը։
Ունդեղ շատ հարցեր տաս իրան, հենց թեմայի շուրջ, հենց պատգամի շուրջ, հենց Հիսուսի ասածների շուրջ։ Դու պետք է այս հարցերը տաս, որ գաղտնիքները բացվեն։ Նիկոդեմոսը այս հարցերը տվեց, իրան բացվեց այս բանը։ Մենք կարդում ենք այս պատմությունը, բայց չենք հասկանում, ինչ է Տերը ուզում մեզանից։ Ես այսօր ձեզի ասում եմ ինչ է Տերը ուզում։ Տերը ուզում է, որ դու գաս իր մոտ քո ծածուկ տեղը ու իրան հարցեր տաս։ Հենց իր արած բաների մասին։ Հարցեր տաս վերստին ծնունդի մասին, հարցեր տաս դա ոնց է ալնում։ Ես ուզում եմ երկինքը տեսնեմ, այդ ոնց տեսնեմ։ Ես ուզում եմ այդ երկինքի մեջ մուտք գործեմ, ոնց մուտք գործեմ։ Ես ուզում եմ քեզ ճանաչեմ, ոնց ճանաչեմ։ Ես ուզում եմ քեզ ճաշակեմ, ոնց ճաշակեմ։ Ես ուզում եմ ընկալեմ քո արած գործի մեջ, ոնց ընկալեմ։ Տերը ուզում է, որ դու դա ակտիվացնես, սիրելիներ, որ բաց չթողես ոչ մի գնաց քո կյանքում։ Հիսուսը ինքան ռեալ է այդ ամեն ինչի մեջ։ Ու մենք ստե տեսնում ենք այս զրույցի գեղեցկությունը, որ Աստծո արքայության խորհուրդներն ու գաղտնիքները բացվում են մի մարդու, ով որ հարց տվեց։ Թող բոլորը ասեն հարց տվեց։ Սա կարևոր է, գիտեք ինչու, որովհետև հարց պետք է լինի, որ բան բացվի։ Որտեվ Հիսուս իր գանձերը չի բացում ուղղակի մեկին, որ հետաքրքրված չի։ Հիսուս իր գանձերը բացում է, ով որ հարց է տալի։ Սա բանալի է, ու Տերը ուզում է, որ դու այս բանալից օգտվես։ Կարդում եմ նորից։ Հոր սերը ու նպատակը բացվում է այդ 6-րդ պատասխանի մեջ, որ հայրը հետաքրքրված է, որ բոլորը փրկվեն, աշխարհը փրկվի, դա հոր սիրո ու Աստծո սրտի կամքի ցանկությունն է։ Ես ու դու իր սրտի գաղտնիքը պետք է իմանանք, որ մենք ակտիվանանք այս աշխարհում, ուղիղ այնպես ոնց որ Հիսուսը ակտիվացավ այս աշխարհում, որովհետև վերստին ծնված մարդիկ իրանք եթե այս համակարգին չհետևեն, իրանք երբեք չեն ակտիվանա։ Իրանք կապրեն իրենց սովորական ձևով։ Դու պետք է մարդկորեն չապրես, որովհետև եթե մարդկորեն ես ապրում, ոչ խմում ես, ոչ ծխում ես, ոչ ձախ ես եթում, ոչ սխալ բաներ ես անում, սա չի որոշում, որովհետև այդպես մարդիկ էլ կան աշխարհում, որ առանց Հիսուսի տենց ապրում են։ Սա չի քո չափման միավորը։ Դու Աստծո արքայության արտացոլումը պետք է լինես, վերստին ծնունդի նպատակը ինչի որ դու չծխես, չխմես ու մաքուր կյանքով ապրես։ Դա չի նպատակը։ Նպատակը որ երկնքի իրականությունը գացնե երկրի վրա։ Սա է նպատակը։ Ու ինքը վերստին ծնունդի ճոխությունը բացում է։ Եկեք եւ 7-րդ բանի վրա ձեր ուշադրություն դարձնեմ։ Գիտեք 7-րդ միտքը դա դատաստանի հարցերին վերաբերվող թեմա է։ Ու Հիսուսը բարձրաձայնում է խոսքը բերում է մինչև վերջ։ Տեսեք ինչ քաջալերող խոսքեր է բարձրացնում վերստին ծնունդ ունեցող մարդկանց մասին։ Ու եթե մենք այս իրավունքից չենք աշխատում, մենք կարանք իրականում բաց թողենք ինչ որ մի բան։ Նայեք, վերստին ծնված մարդկանց համար պետքա վախի առաջնորդությունը կանգնի, հոգու առաջնորդությունը ակտիվանա։ Ինչով ենք մենք այդ ընկալում, տեսեք։ Վերստին ծնվածները չպետքա վախով առաջնորդվեն դատաստանի արհավիրքից։ Վերստին ծնված մարդիկ իրանք պետքա Աստծո սիրուց առաջնորդվեն, հասկանալով, որ իրանց շարժարիթը դատաստանը չի, այլ Աստծո սերն ու զորությունն է։ Ոնց ենք դա հասկանում։ Հիսուսն ասում դրա մասին։ Եկեք տեսնենք, Հիսուս ինչ ասում։ 7-րդ միտքը դատաստանի թեմայի մասին է ու կարդանք 18-ից 21 խոսքերը։ Նրան հավատացողը չի դատապարտվիլ, իսկ չհավատացողը արդեն դատապարտված է։ Շատ հստակ սահման է գծում։ Որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անունին։ Եվ սա է դատաստանը, որ լույսը եկավ աշխարհ եւ մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը։ Ուշադրություն դարձեք, դատաստանը ինչ հողի վրա է։ Եթե խավարը ավելի շատ են սիրում, քան Հիսուսին, եթե որևիցե մի լավ բան ես աշխարհում կարճաժամկետ ավելի շատ են սիրում, քան Հիսուսին, եթե որևիցե մի մեղք ավելի շատ են սիրում, քան թե Հիսուսին, մենք տեսնում ենք խնդիր։ Այդ դեպքում մենք մեր վերստին ծնվածի ստատուսից չենք օգտվում, մենք ապրում ենք սովորական կյանքով, վախվորած կյանք ունենանք, վայ մի բան չլինի մեզ հետ։ Վայ մի բան չլինի, կան ես ճիշտ ապրեմ, հանկարծ մի հարված չգա իմ տանը, իմ երեխեքին, իմ տան անդամներին։ Մենք սկսում ենք արդեն մարդկորեն տրամաբանել, վախերով տրամաբանել, վախերից դրդված ելներ, եկեք խորագետ լինենք։ Տեր մի զարմանալի բան է բացում վերստին ծնունդի մեջ ու ինքը ասում է, շարունակենք այստեղ, ասում է, եւ սա է դատաստանը, որ լույս եկավ աշխարհը եւ մարդիկ խավարը ավելի սիրեցին։ Ինչ է նշանակում խավարը ավելի սիրեցին։
Խավարը ավելի սիրեցին, դա համ մեղքին ա վերաբերվում, համ կարճաժամկետ բաներին ա վերաբերվում, որ Աստուն ճանաչելով, Աստուն Աստծոպես չփառավորեցին, այլ շնորհակալ չեղան ու իրանք կորցրեցին այն ամբողջ ճոխությունը ու իրանք մտքում ապականվեցին, տարբեր խնդիրներ առաջացավ։ Սիրելիներ, պետքա մենք իրականում մի հատ մեզի հաշիվ տանք կամ հարց տանք։ Պետքա գաս մի օր Հիսուսի մոտ, հենց այսօր խորհուրդ եմ տալի, երբ որ ծառայություն կվերջանա, կեթաս քո ծածուկ սենյակ կմտնես, անպայման արեք։ Ուղակի արեք։ Ուղակի արեք։ Ես անում եմ այդ ձև։ Երբ որ մի պատգամ լսում եմ, որ շատ ուժեղ ալնում, արձանագրություններ եմ անում, գալիս եմ ես այդ ծածուկ տեղը, մեկ էլ ասում եմ, Տեր, այդ ինչ ուժեղ էր այս միտքը, այս միտքը ինչ ուժեղ էր, այս ինչ է նշանակում, բա այս մի բան ինչ է նշանակում, այս բան ուզում եմ ընկալեմ, այս ինքան ուժեղ գաղտնիք կար, բայց բացի էս ինձ համար ուզում եմ իմանալ։ Երբ որ դուք էսի չեք անում, դուք ձեզի պահում եք անառակ որդիների պես, որ հոր տան մեջ էր, բայց հոր տնից դուրս էր, որ որդու ստատուս ուներ, բայց հոր հետ չէր ապրում։ Երբեմն էլ պահում եք մեծ որդիների պես, որ տան մեջ էր, բայց ավելի շատ կենտրոնացած էր իր վրա եւ ոչ թե հոր ուրախությունների վրա, որ երբ որ մի ուրախություն ալնում էր, իրանք չէին կարողանում այդ ուրախության մասնակցեին։ Ու Տերը ուզում է, որ ես ու դու գանք հարցնենք, հայր, ի՞նչն է քո սրտին ուրախացնում։ Ես ուզում եմ այդ բաները իմանամ։ Սա մեզ օգտակար կդառնա, որտեղ Հիսուս ասում է, ինչի Աստված իրան երբեք չի թողում։ Որտեղ ասում է, ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Հաճելի բաներ նշանակում է ես իր ուզածներն եմ անում, ոչ թե իմ ուզածները։ Սա գաղտնիք է։ Նա այս գաղանձերն է բացում Նիկոդեմոսին։ Ու դատաստանի հարցերի մեջ տեսեք ուր է բերում։ Որովհետև ամեն չար գործողը ատում է լույսին։ Չի գալիս դեպի լույսը, որ նրա գործերը չհանդիմանվեն։ Իսկ ճշմարտություն գործողը գալիս է դեպի լույսը, որ նրա գործերը հայտնվեն, որ Աստծով գործվեցին։ Ուրեմն, երբ որ դու Հիսուսի ասացի հետ համագործակցում ես, դու պատճառ ես դառնալու, որ քո գործերի միջոցով ով հայտնվի։ Աստված, որ Աստծով է այս բանը ակտիվացել քո կյանքում։ Գլխավոր նպատակ ուրա բերում, որ քո ապրած կյանքի միջոցով պետք է այս աշխարհում բացվի հոր մեծագույն կամքն ու ցանկությունը։ Այ թե ինչի համար ինքը խոսում է վերստին ծնունդի մասին այս մարդու կյանքի հետ։ Սիրելիներս, ինքը բոլոր հարցերին պատասխանում է այդ զրույցի մեջ, որտեղ ինքը չի քարոզում, ինքը զրույց է անում։ Այս զրույցի մեջ ինքը իրականում հարց ու պատասխան է ունենում, իր ամեն մի տված հարցին ինքը պատասխան է տալիս, թե վերստին ծնունդը ինչ կարևոր ակտ է, որ շուտով տեղի է ունենալու բոլոր նրանց համար, ովքեր խաչի խոսքը կընդունեն եւ խաչի խոսքի վրա տեղի ունեցած այդ գործ կբռնեն, իրանք հավատան հետ իրականության, նրանք թույլ կտան, որ այս վերստին ծնունդի ճոխությունը ակտիվանա։ Սիրելիներ, դուք ունեք այսօր յուրաքանչյուրը իրավունք ապրեք այս աշխարհին հաճեցնելու, ձեր անձին հաճեցնելու, ձեր մարմնավոր կերպով ապրելու։ Հիմա ամառ է գալիս։ Խնդրեմ բոլոր քույրերին, ձեզի շատ պարկեշտ պահեք։ Շատ պարկեշտ պահեք։ Չհագնվեք այնպես, որ ձեր մարմնի անդամները երևացող դառնա այս աշխարհում։ Գիտեք, մի բան էլ ասեմ ձեզ, որովհետև շոկ լինելը չի նշանակում, որ դուք այնքան բաց պետք է հագնվեք, որ պարկեշտության կորուստ լինի։ Նույնը նաև եղբայրներին է վերաբերվում, որ դուք էլ ձեզ ընդես չպահեք, որ ասես վերջն եք։ Դուք պետք է շատ խորագետ լինեք, նոր արածին բնորոշ ապրեք, այդ նոր արածին բնորոշ ձեզ ցուցադրեք։ Երբ որ հանկարծ ձեր մարմինները ավելի շատ երևացող են դառնում, դա տհաճ է։ Ձեզ է թվում, թե դա գեղեցիկ է, որ դուք բացում եք ձեր մարմինները այս աշխարհի համար։ Այդ գիտեք ինչի է նմանվում։ Երբ որ մի կրիայի այդ պաշտպանող շերտը հանում ես, ինքը վտանգված է, վնասված է։ Այդ այնց են բոլոր նրանք, որ հանկարծ իրանց մերկությունը սկսում են բացել։ Մի բացեք այս աշխարհի համար։ Սա վտանգավոր է յուրաքանչյուրի համար։ Դևեր են ակտիվանում դրա պատճառով։ Դուք նոր արարածի վրա կենտրոնացեք, որ ոչ թե տարված լինեք այդ ոլորտով։ Երբ որ դուք ուզում եք այս աշխարհի ձևով ապրեք, դուք ուզենալու եք այս աշխարհին հաճեցնեք։ Իսկ աշխարհը ինքը ճչում է այդ ամեն ինչը ոնց որ իրանք են ուզում։ Ու այդ ձևով ապրելը սա նշանակում է դուք վտանգի տակ եք դնում ձեզ։ Բայց երբ որ դուք ուշադրություն դարձնեք այդ երկնային բաները, ձեզ միթե հետաքրքիր չի, ինչի այս հեղինակություն ունեցող մարդը ինքը գաղտնի եկավ Հիսուսի մոտ։
Իհարկե դրա մեջ կա իր պատճառաբանությունները, որովհետև մյուսները չէին հասկանա, դրա համար ինքը գաղտնի աշակերտի պես եկավ իր մոտ։ Բայց իր գալը ուներ իր հետաքրքրությունը, ու այդ հետաքրքրությունը շատ յուրահատուկ ձևով բացեց Հիսուսը գանձեր բացելով, օգնություններ բացելով, հրաշքներ բացելով։ Գիտեք, ձեր գեղեցկությունը նրա մեջ չի, թե դուք ինչ տեսք ունեք ֆիզիկապես, ձեր գեղեցկությունը նրա մեջ չէ, թե ինչ զարմանալի բանա տեղի ունեցել ձեր մեջ, դա վերստին ծնունդի գեղեցկությունն է։ Ու եթե ես ու դու մեր հետագա ապրած կյանքը կդնենք իրականում, որ բացահայտենք ու թույլ տանք, որ այդ գեղեցկությունը ներսից դուրս բացվի, դուք չեք պատկերացնի զարմանալի բաներ են սկսելու կատարվել։ Այդ թե ինչի համար Հիսուսը հետաքրքրված էր այս մարդուն այս գաղտնիքները բացելու։ Այս գաղտնիքները երբ որ բացում էր, ես նայում եմ, ասում եմ, Հիսուս, սրանք զարմանալի, ոնց որ sense ասես ուղեցույց լինի մեզ համար։ Վերստին ծնված մարդը ինչ անում, նա տեսնում Աստծո արքայությունը։ Վերստին ծնված մարդը ինչ անում, նա մուտք է գործում Աստծո արքայության մեջ, երբ որ ջրից ու հոգուց մկրտվում է, լցվում է, ընդունվում է, այսպես ասենք, որ տեղ է տալի, որ Սուրբ Հոգին այդ աշխատանք իր մեջ անի։ Հոգուց ծնված մարդիկ իրականում հասկանում են, որ իրանք մի օր ֆիզիկապես պետքա ծնվեն, այդ իրանց հին կյանքն է, եւ օրերից մի օր էլ պետքա Աստծուց ծնվեն, դա իրանց հոգեվոր կյանքն է։ Ինչ ենք մենք ստե տեսնում, ոնց որ ֆիզիկական հայրը բացվում մեզ համար, նաեւ հոգեվոր հայրը բացվում մեզ համար, մեր ամենի հայրն է, որ մենք ворբ չենք, մենք երկնքի հետ քաղաքացիներ ու հարազատներ ու որդիներ ենք։ Վերստին ծնված մարդիկ ինչ են անում, նրանք հոգու առաջնորդության մեջ են բարձրանում, որտեւ իրանք դոստուպ ունեն լսելու Սուրբ Հոգու շարժ իրանց կյանքում եւ դրան հետևելով ապրեն, ու էսի շատ ճոխ բան է։ Իսկ վերստին ծնունդը տեղի է ունենում, երբ որ ես ու դու խաչի միջոցով այդ ամեն ինչը ձեռք ենք բերում, ու պատկերացեք, ու այդ ամեն ինչի մեջ բացահայտում ենք, որ հայրը իրական է, հայրը սիրում է, հայրը քաղցրություն է ցույց տալիս։ Ու մենք ոչ թե դատաստանի վախով ենք ապրում, այլ Աստծո սիրո իրականությամբ ենք ապրում, ոչ թե դատաստանի վախերն են շարժարիտ, այլ Աստծո սերն է շարժարիտ։ Այդ է վերստին ծնվածների ճոխությունը, որ Հիսուսը ստե բացվում է Նիկոդեմոսին, կարելի ասել ճանապարհ բացում, ցույց է տալի, ոնց Նիկոդեմոսը, ահա, ես էլ չեմ հասկանում ինչ է կատարվում։ Գիտեք, երբ Նիկոդեմոսը հասկացավ այս ամեն ինչի մասին, երբ որ Հիսուսին խաչեցին։ Երբ որ Հիսուսին խաչեցին ու գերեզման դրեցին, երբ որ Հիսուսին խաչեցին, իր ամեն բան ակնկալությունը ավելի կենդանի դարձավ։ Գիտեք ինչու? Որտեվ Հիսուսը իրան ասել էր դրա մասին, երբ որ մարդու որդուն կբարձրացնեն, այդ ժամանակ դուռը բացվելու քո վերստին ծնունդի համար։ Ու Նիկոդեմոսը հանկարծ պատկերացեք, այս գաղտնի տեղում լսել էր, մեկ էլ հանկարծ հայտնապես է պատասխան գալի։ Հանկարծ ինքը տեսնում է, որ Հիսուսին տանում են, անգամ չարչարելու ժամանակ ինքը ասում է, միթե մեր օրենքի մեջ չի։ Հասկանում եք, ինքը մի բան ազգում, բայց չի իմանում ինչ է կատարվելու։ Ինքը ասում է, մենք պետքա տեսնենք ինչ հանցանք է գործել, որն է, ասում են, դու էլ ես իր աշակերտից։ Որ թողեին Նիկոդեմոսին միգուցե բացականչեր ասել, այո, ես էլ եմ իր աշակերտներից, բայց հասկանալի է, պայմանները դեռ թույլ չէին տալի։ Մեկ էլ հանկարծ, երբ որ ինքը տեսնում է, որ Հիսուսին խաչեցին, նա հավատք ընդունեց։ Ինչ հավատք։ Ինվերստին ծնունդի իրականությունը այսքանով մոտեցել է, ես հավատում եմ, հայր երկնային, ես հավատում եմ, ես հավատում եմ, որ դու ուղարկեցիր Հիսուսին, որ ինքը մահան է ինձ համար, որ ես հավիտենական կյանք ունենամ, այդ թե ինչ է իր հետ կատարվում, ու մարդը, մեկ էլ Հովսեփի հետ, մի հարուստ մարդու հետ, մի իշխանի հետ, կանց թե իշխաններ, նշանակում է դուք լավ չեք իմանում ձեր դիրքն ու նշանակությունը։ Դուք քահանայական թագավորություն եք, չէ՞։ Թագավորական քահանայություն եք, դուք արդեն Աստծո արքայության մեջ, դուք որդիներ եք, եթե թագավորի որդիներ եք, ուրեմն իշխաններ եք։ Դուք արքայազներ եք, արքայադուստրեր եք, բայց Աստծուց ծնված մարդիկ այդպիսի ստատուս ունեն։ Գիտեք ինչ եք վախվորած այս հարցի շուրջ։ Պատճառը, որ դուք դրա հետ չեք համագործակցում։ Պատճառը դուք դրա հետ չեք նստում հլնում։ Պատճառը դուք դրա մասին չեք մտածում գիշեր ցերեկ։ Դուք ձեր խնդրի այս բնականon լույսի ներքո եք շատ մտածում։ Տերը էսի ուզում է փոխի։ Խնդրում եմ նվագողները, փառաբանողները գան։ Սիրելիներ, գիտեք,
Նիկոդեմոսին բացվավ, որ էսիա ճանապարհը, ոնց ես կարամ վերստին ծնունդ ունենամ։ Կան ստեղ մարդիկ, որ առաջին անգամ են։ Տերը օրհնի ձեզ։ Այսօր դուք վերստին ծնունդ եք ունենալու, որովհետև Հիսուսի խաչի միջոցով էդի ձեզ համար արդեն պատրաստ սպասում է, այսպես ասած, երբ որ Հիսուսին մենք ընդունում ենք, դա տեղի կունենա մեր կյանքում։ Սիրելիներս, երբ որ Նիկոդեմոսը տեսավ, որ Հիսուսին խաչեցին, ու հետո ինքը մասնակից եղավ Հովսեփի հետ, այդ երկու իշխանները, այդ երկու հեղինակություն ունեցող մարդիկ ինչ արեցին, Պիղատոսի մոտ գնալով խնդրեցին, որ իր մարմինը վերցնեն թաղեն, ու Նիկոդեմոսը վերցնում է ուղիղ 100 լիտր յուղ, բերում է իր այդ առաջին օծման սաղարարողությունը, հենց Նիկոդեմոսը իր ընծայված յուղով է իրականացնում։ Ու սա խոսում է, որ ինքը մուտք գործեց իր վերստին ծնունդի իրականության մեջ։ Նա մուտք գործեց, ոնց որ Հիսուսը ասել էր, դա քո համար հնարավորություն կդառնա, երբ որ դու հավատաս, որ մարդի որդին կբարձրացվի, ոնց որ օծը Մովսեսը բարձրացրեց 5 կտակարանում։ Ու գիտեք, ինքը ոնց որ ասես, ընկալեց այս խորհուրդը, որ ուրեմն ես վերստին ծնունդ կունենամ, երբ որ քեզ հավատամ, բայց ես ոնց ես ընկալեմ, ախր դու ապրում ես, ով կարա քեզի վերցնի խաչի։ Դու լավ բաներ ես անում։ Դու Աստվածը քո հետ։ Իր համար չեր ընկալվում, որ կարող օրերս մի օր իր կոլեգաները, օրենքի մյուս վարդապետները, հանկարծ այս դավադրությունը կազմակերպեն ու իրան սպանեն։ Նա ասես շփոթված ալներ չհասկանալով ինչա կատարվում, բայց մեկ էլ հանկարծ հիշում է Հիսուսի ասածները, երբ որ կտեսնես մարդու որդուն բարձրանալը, սա քո մեկնարկն է։ Ով հավատաց դրան, նա վերստին ծնունդ կունենա, նա հավիտենական կյանք կունենա։ Դու հավատում ես Հիսուսի արածին։ Դու հավատում ես, որ Հիսուս խաչվեց քեզ համար։ Դու վերստին ծնունդի դուռը բաց է քո համար։ Դու արդեն դրա մեջ ես իհարկե, բայց Տերը ուզում է ոչ թե մենակ դու դրա մեջ ելնես, նա ուզում է, որ դու այդպես ապրես, որտեղ այնքան ճոխություն, որ մենք այս մի հատ արտահայտության մեջ բացահայտում ենք, որ նրանք կտեսնեն, որ նրանք մուտք կգործեն, որ նրանք հայր ձեռք կբերեն, որ նրանք հոգու շարժ կունենան, որ նրանք ծնունդ կունենան խաչի պատճառով, որ նրանք բացահայտում կունենան հոր սիրո, որ նրանք դատաստանի մեջ չեն մտնի, որտև նրանք հետաքրքրված կլինեն, որ Աստված բացվի իրենց կյանքում եւ ոչ թե դատաստանը բացվի։ Սա քո կյանքի ուղղությունն է։ Կամ դու սենց ես ապրում, կամ դու անշնորհք մեղավորի պես ես ապրում։ Կամ քո ժառանգության համապատասխան ես ապրում, կամ անհեթեթ, անմիտ, տգետ մարդու պես ես ապրում։ Կամ դու բարեկամ ես կոչվելու փչացնողի, երբ որ քո գործը թուլությամբ ես անում, կամ դու բարեկամ ես կոչվելու ամենակարողի, երբ որ դու իր ուզածի պես ես վարում։ Լսեք, ես ինքան ուժեղ է, սիրելներ, չկա մեջտեղի վիճակ, որ մեջտեղի վիճակը լիներ, ես ձեզանց առաջ կընկնեի։ Բայց չկա մեջտեղի վիճակ։ Կամ ստեղ ենք, կամ մենք բարեկամ ենք ամենակարողի, կամ մենք բարեկամ ենք փչացնողի։ Դու պետք է այսօր որոշում կայացնես, դու ում բարեկամն ես ուզում ելնես։ Կապ չունի, որ հիմա վերստին ծնված ես, կապ չունի, որ դու հիմա որդի ես, մոտիկացված մեկն ես, դու պետքա որոշում կայացնես, ում հետ համագործակցես, ինչի հետ համագործակցես, քո հին ապրելակերպի, քո հին ձևերի հետ, թե Աստծո արածի հետ։ Եթե դու Աստծո արածի հետ ես համագործակցում, ուրեմն դու դրանով հաստատում ես, որ ես քո բարեկամն եմ։ Բայց երբ որ ասացի հետ չես համագործակցում, դու քո ձևով ես անում, դու ասես փչացնողի բարեկամը դառնաս։ Ինչու՞, որտեվ եթե քո գործը թուլությամբ ես անում, դու փչացնողի բարեկամն ես դառնում։ Խոսքն է այդպես ասում։ Նիկոդեմոսը իր կյանքում որոշում կայացրեց, որ ես կանգնել եմ քո կողքը, Հիսուս, ու ես հավատալու եմ այդ ամեն ինչ ու կանգնել եմ քո կողքը։ Ես ուզում եմ քո բարեկամը կոչվեմ։ Ես ուզում եմ քո բարեկամը կոչվեմ։ Ով է ուզում Հիսուսի բարեկամը կոչվի։ Եկեք բարձրանանք։ Դուք արդեն իր բարեկամներն եք, սիրելիներ, բայց ուզում եմ, որ այդ բարեկամությունը անեք։ Լավ։ Թեքվի քո կողքին կերոջ ասա, որ ես այդ բարեկամություն անող եմ լինելու։ Ես բարեկամություն անող եմ լինելու։ Ես Հիսուսի հետ բարեկամություն եմ անելու։ Դա իր ցանկությունն է, ուրեմն ես իր հետ եմ լինելու։ Հալելույա։ Ամեն։ Սիրելիներ, սա վերստին ծնունդի մասին խոսալով ես ուզեցա, որ դուք այս գաղտնիքը տեսնեք, թե ինչ ճոխության մեջ ենք մենք գտնվում։ Ու Հիսուսը հետաքրքրված է, որ մենք այդ ճոխությունից օգտվենք։ Գիտեք, այսպեսի մի պատկերել էի տեսնում։
Ստեղ խաչն է։ Ու ով որ գալիս է խաչի մոտ, չէ՞, ով որ գալիս է խաչի մոտ, հավատալով ինքը մուտք է գործում ու գնում է արդեն մյուս տեղը, դա գահն է։ Երբ որ դու խաչի խոսքը ընդունեցիր ու հավատացիր, դա քեզ համար վերստին ծնունդ տվեց, որ վերստին ծնված մարդիկ երբեք չեն մոռանում խաչի իրականությունը։ Նրանք միշտ հիշում են ու գոհանում են, որ խաչի պատճառով իրանք այսօր կարան գահի առաջ կանգնեն։ Ինչպես վերստին ծնվածներ, սա կոչվում է մուտք գործել Աստծո արքայության գահի իրականության մոտ կանգնել ու երկրպագել։ Սա շատ կարևոր է, որ ես ու դու հասկանանք ինչ է մեր հետ կատարվել։ Մենք եկանք խաչի մոտ։ Խաչի մոտ մենք վերստին ծնունդ ունեցանք։ Մենք ընդունեցինք, հավատացինք, ու խաչից հետո մեզ խոստմունք տրվեց. համարձակ մոտեցեք շնորհքի գահին։ Ու մենք հիմա համարձակ մոտենալու իշխանություն ունենք, ինչպես վերստին ծնվածներ զավակներ Աստծո գահին։ Ու երբ որ ես ու դու հիշատակում ենք ամեն անգամ գոհանալով Հիսուս, ես շնորհակալ եմ, որ խաչի պատճառով ես այսօր կարամ գահի մոտ ժամանակ անցկացնեմ։ Ես խաչի մոտ չեմ ժամանակ անցկացնում։ Ես գահի մոտ եմ ժամանակ անցկացնում, խաչի մոտ ես միշտ գոհության պատճառ ունեմ, որի պատճառով ես ժամանակ անցկացնելու։ Երբ որ դու ուզում ես խաչի մոտ ժամանակ անցկացնես, դա այնտեղը չի, որ ժամանակ պետք է անցկացնես։ Դա այնտեղն է, որի պատճառով դու գահի մոտ դոստուպ ունես, դու գահի մոտ պետք է ժամանակ անցկացնես։ Իսկ քեզ համար բանալին խաչի իրականությունն է, որտեվ ասում է ով հավատաց այս իրականությանը, նա մուտք է գործելու այս իրականության մեջ։ Դրա համար ասում համարձակ մոտեցեք շնորհքի գահին։ Կարաս համարձակ մոտենալ շնորհքի գահին, ոչ թե ասես ես ոնց կարամ այնտեղ լինեմ, ես ինչ իրավունք ունեմ այնտեղ լինեմ, ես ամենավերջին մեղավորն եմ։ Այո, ես էլ քո հետ ամենավերջին մեղավորն ենք, բայց մինչև խաչից հետո մենք ցանկալի մարդիկ ենք Աստծո համար։ Մենք վերստին ծնված զավակներ ենք։ Աստված սիրում է քեզ, Աստված ուզում է քեզ, Աստված ուզում է, որ դու իրան հարցեր տաս, նա ուզում է, որ դու ժամանակ անցկացնես իր իրականության մեջ, որ գաս իրան հարցնես Տեր, այս բանը ոնց ալնում, բայց բանը ոնց ալնում, ես ոնց հասկանամ, որ հիմա քո գահի առաջ եմ։ Խնդրում եմ բացի իմ աչքերը, որ ես տեսնեմ ու այդ իրականությունով լցվեմ, որ կարողանամ օգնություն ու օրհնություն լինեմ շատերի համար։ Ամեն, ամեն։ Եկեք բարձրացնենք մեր ձեռքերը։ Չէ, պետք չի ծափ տալ։ Եկեք բարձրացնենք մեր ձեռքերը։ Հիսուսը ստեղ է։ Դու այսօր իր առաջ խոսա իր հետ։ Մենք այս ժամանակը ուզում ենք օգտագործենք, որ դու քո սրտի փափագը հայտնես իրան։ Ես ասեմ ձեզ, այստեղ շատ կարևոր գանձեր են հրճակվում, ինչ որ մենք հիմա խոսացինք, սա շատ կարևոր բաներ են։ Հիսուսը ինքը ուզում է, որ դա ընկալվի քո մոտ, բայց որ ուզում է նաև, որ դու հավատքով ընդունես, որ դու դրա մեջ ես, որ դու դրա մեջ բարձրանաս, ոչ թե մենակ իմանաս, որ դու ունես ինչ-որ մի բան, բայց այցեվել այդ ունեցած այդ չհամագործակցես։ Եկեք ուղղակի լինենք իր մեջ, իր հետ աղոթենք, իր ասենք այդ ամեն ինչի մասին, թանկագին Հիսուս, շնորհակալություն ենք հայտնում, որ ոնց որ դու հետաքրքրվեցիր Նիկոդեմոսով, որ իր հարցերին դու պատասխաններ տաս ու օգնես, որ ինքը լինի այդ իրականության մեջ։ Դու հոգացել ես մեր յուրաքանչյուրիս համար, որ մենք էլ լինենք այդ իրականության մեջ։ Ու այսօր մենք քո իրականության մեջ ենք, խաչի վրա տեղի ունեցածի պատճառով։ Շնորհակալ ենք, որ խաչի վրա տեղի ունեցածը դա մեր մուտքն էր, քո գահի առաջ մտնելու իրավունքն էր։ Ու այն պահից, որ մենք Հիսուս քեզ ընդունեցինք ու հավատացինք, որ խաչի վրա դու մահացել ես մեզ համար, մենք մուտք ենք գործել շնորհքի գահի առաջ ու օգնի, որ մենք վերապրենք այդ իրականությունը, օգնի, որ մենք հավատքով իրականությանը հետ գործ ունենանք, որ դու նկարագրում ես, որ բոլոր վերստին ծնվածները, հոգուց ջրից ծնվածները անգամ նրանք իրականում մուտք են գործում այդ շնորհքի գահի առաջ, ու իրանք կարան այդ մուտք գործելով տեսնեն այն ճոխությունը, որտեղ դու բացում ես մեր աչքերը տեսնելու, թե ինչպիսի մեկի հետ մենք գործ ունենք։ Թանկագին Աստված, դու նաև հոգացել ես, որ մենք առանց առաջնորդության չմնանք
գնանք դրա համար ասում ես, որ վերստին ծնվածները ինչպես քամինք փչի, որտեղից գալիս է ուրագնում, ոչ մեկ չգիտի, բայց նրա ձայնը լսելի է դառնում, այդպես են վերստին ծնվածները, թող մեր յուրաքանչյուրի ձայնը այս աշխարհում լսելի լինի, թե որ պահին կբարձրանա, թե որտեղից կգա, թե ուր կգնա, թող քո առաջնորդությունը քո զավակներին վերցնի զորավոր ձևով, որ մեզանից յուրաքանչյուրս ընկալենք, ըմբռնենք այդ հոգևոր իրականությունները, որի մեջ մենք մուտք ունենք գործելու վերստին ծնունդի պատճառով։ Սուրբ Աստված, շնորհակալություն ենք հայտնում, որ դու այնպես սիրեցիր մեզ յուրաքանչյուրիս, որ բացեցիր ես ճոխությունը մեզ համար Քրիստոսի խաչելության միջոցով եւ Քրիստոսին տալով այս աշխարհին։ Օ Հայր երկնային, շնորհակալ ենք, որ քո ամենակարևոր խորհուրդն է բացվում, որ քո սերը մեզ որդիական ստատուս է տալիս եւ փրկության ծրագիր է բացում, ու շնորհակալություն ենք հայտնում, որ մենք չպետք է այս աշխարհում առաջնորդվենք դատաստանի վախից, բայց մենք պետք է քո սիրո շնորհքը, քո սիրո այդ ճոխությունը ինչպես շարժարիտ ունենալով օգնություն ու օրհնություն դառնանք շատերի համար, որ մենք չվախենանք բաց գործելուց, որ մենք չվախենանք իրականում բացահայտ բացելուց, որ բացվի, որ դու ես այդ ամեն ինչի մեջ կանգնած, թող մեր ամեն մի գործերս, մեր ամեն մի թափանցիկությունը, ազնվությունը այնքան իրական դառնա վերծնունդի այդ ճոխությամբ, որ շատերի համար բացվի, որ Տերով է գործված, ինչ որ գործված է, օ Սուրբ Աստված, թող ոչ մեկ չթաքնվի քեզանից, այլ ամեն մեկը գա քո մոտ հարցեր տա, գա քո իրականության մեջ եւ թույլ տա, որ դու կարողանաս քո ճոխությունը բացես այս բովանդակ աշխարհի համար։ Քո խոսքը ասում է, նրանք ովքեր մեղքեր են գործում, նրանք չեն գալիս դեպի լույսը, բայց նրանք ովքեր խոստովանում են եւ բաց են թողում իրանց մեղքերը, նրանք կվազեն այդ լույսը, որտեղ վերստին ծնվածները նրանք լույսի օգնություն ունեն իրանց ներսում, որ ոչ թե մեղքի մեջ մնան, այլ մեղքից ազատ լինեն, ու թող քո այդ իրականությունը ողողի մեր յուրաքանչյուրի սիրտը Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա, հալելույա, ամեն, ամեն։ Փառք Աստծուն, ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավին նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրաձայնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում
քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք։ Եվ շարունակեք Հիսուսին ճանաչել, նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաեւ ամեն բարի գործի համար նաեւ պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ոստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետևյալ հաշվեհամարին. Աստված օրհնի քեզ։